Սիրելիներս, արարվածը չի կարող արարչի վրա անուն դնել։ Մենք միայն կարող ենք նկարագրել արարչին։ Տեսնում ենք Աստված կենդանիներին բերում է Ադամի մոտ եւ Ադամը նրանց անուն է տալիս։ Ինչու՞։ Որովհետեւ Ադամը բանական էություն լինելով բարձր է կենդանական աշխարհից եւ ահա դու նույնպես վերցնում ես քո տան մեջ կատու կամ շուն, անուն ես ասում եւ նա իսկույն դա ինչպես թե արձագանքում է այդ անվանը, դու այդ ինչպես թե զորություն ունես, բայց անվերջանալի, անհասկանալի, անըմբռնելի հասկացողության մեջ տեղավորվող ամենակարող, ամենազորեղ Աստծուն անուն տալը մենք չենք կարող, մենք միայն նկարագրում ենք այն, ինչպես օրինակ սկսած հին եբրայերենից Յահվե, որը տարբեր հոլովումներով օգտագործելով բառացի նշանակում է ես եմ, որ կամ, այսինքն կենդանի գոյություն ունեցողը։ Եվ նաև օգտագործում է ապառնի, ես նա եմ, ով պիտի գամ, ի նկատի ունի քրիստոնեությունը, Քրիստոս, եւ միշտ օգտագործում է հոգնակի հոլով, կամ ասենք հենց հայերեն Աստված այս տրվածը, նորից մենք նկարագրում ենք այն, կամ անգլերեն God, որ գալիս է goodness բառից։ Եվ սրանից Աստծուն նկարագրող շատ բառեր կան բոլոր լեզուներում։ Տեր, Ադոնայ, եւ բոլորը ինչպես թե Աստծո անունը չեն, նորից դրանք Աստծո նկարագրությունն են, բայց Աստծո անունը մենք գիտենք։ Աստծո անունը հայտնվեց Գաբրիել հրեշտակի միջոցով Աստվածամորը եւ ծնվեց Աստված, ում անունն է Հիսուս։ Հիմա եբրայացիները թարգմանում են այդ Յաշուա Յահովայի հետ միացնելով, բայց աստվածաբանություն դա չի ընդունում։ Հիսուս անունը անհասկանալի է, կարող ենք մոտեցնել որոշ բառերի, բայց իրականում Իսուս, Եզուս, Հիսուս, բոլոր այս ձևերը լատիներեն, հունարեն, հայերեն, ունի իր մեջ Աստծո զորություն։ Եվ 13-րդ դարում Պապ Գրեգորի 10-ը այս երկրպագությունը, այս devotion-ը հանձնարարեց ժողովրդին, նորից արաբներն էին հարձակվում, թուրք այս ոսողներն էին հարձակվում, եւ 3 Հիսուս անունը արտաբերելը մեծ հզոր ուժ է։ Ուրեմն 3 անգամ, երբ որ մենք արտաբերում ենք Հիսուս անունը, ես ներողություն եմ խնդրում, որովհետև անցյալ անգամ իմ Սուրբ Քահանան, իմ Խոստովանահայր Ֆադեր Դելին արգելեց ընդհանրապես չտալ այդ անունը, բացարձակ անհրաժեշտ է։ Բայց ես այստեղ նկարագրում եմ, որ ինչպես եւ այդ քահանան է ասում, շատ մեծ պատիժ է հասնում այն մարդուն, որ բացականչություններ է անում այս էժանագին եւ անհարկի տալով Աստծո անունը, եւ Աստծո անունը Հիսուսը ունի փրկության նշանակություն։ Եվ խորհուրդ է տրվում սրբերից, ինչպես կսենք Իգնատիոս Լոյոլան Հիսուսի միաբանությունը ստեղծեց եւ ամբողջ աշխարհը դարձի բերեց։ Դոմինիկյանները ունեին Հիսուսի devotion-ը, երկրպագությունը եւ Հիսուս, որը հրեշտակից հայտնված է մեզ որպես Աստծո անունը, սիրելիներս ունի մեծ զորություն։ Հիսուս, Հիսուս, Հիսուս։ 3 անգամ երբ որ մենք ասում ենք Հիսուս, մենք քավարան չենք գնում։ Սա են սովորեցնում սրբերը, բայց այդ պետք է անել շատ մեծ զգուշությամբ եւ մեծ խոնարհությամբ։ Տեսեք, իմ քահանան, իմ Սուրբ քահանան է, անցյալ անգամ իր ուսուցման մեջ ես քարոզ չեմ ասում, որովհետև նրանք ուսուցում են անում։ Մեզ զգուշացրեց, երբ որ մենք լսում ենք Հիսուս անունը,
մենք պետք է գլուխ խոնարենք, որտեղից էլ որ լսես Հիսուս անուն, դու պետք է քո գլուխ խոնարես, եւ ահա նույն հրեշտակները դիտում են քեզ, թե ինչ չափով ես դու ծառայում Հիսուսին, եւ մենք Հիսուսի ծառաներն ենք, ահա ինչու երբ որ մի բան ես անում, ուսուցիչ ես, սկսում ես քո աշխատանքը, քաղաքական գործիչ ես, դու սկսում ես այդ աղոթքով, Տեր Աստված, եւ այս գործը անում եմ Հիսուսի անունով, եւ ինչպես հիշում եք, առաքյալները Պետրոս, Պողոս, բոլորը Հիսուսի անունով դևեր էին հանում, Հիսուսի անունով բուժումներ էին անում, ուրեմն Հիսուս անունը դա երկնային հայտնություն է, Աստծո անունն է, եւ դա միակ անունն է, ինչպես է Պողոս առաքյալը ասում է, միակ անունը, որը փրկում է, ահա պայմանականորեն մենք ասում ենք փրկիչ, բայց դա էությունն է, Հիսուս անվան, իսկ Հիսուս բառակապակցությունը մենք չգիտենք ինչ է նշանակում, քավող, փրկիչ, եւ անգամ այս ուսուցումը 3 անգամ Հիսուս ասելը, թիվ 3-ը շատ կարևոր է, եւ ահա գիտեք Լոս Անջելեսում մենք բավականին երկրաշարժներ ենք ունենում, եւ երբ որ մարդիկ մեծ պանիկայով փախչում են, ես իմ տան մեջ միայն կրկնում եմ 3 անգամ Հիսուս, 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 երրորդի վրա միշտ կանգնել է երկրաշարժը, երրորդ Հիսուսի վրա մշտապես երկրաշարժը կանգնել է, եւ հասրելներս, երբ որ դու զինվոր ես, գնում ես պատերազմի, երբ որ դու նաեւ վտանգի մեջ ես, երբ որ ես չգիտեմ, անգամ ասում են, որ կովիդից պաշտպանվողներ կային Հիսուսի անունով, այսինքն թե հիշեք, որ 3 անգամ Հիսուս ասելը դա փրկության ճանապարհ է ձեզ, փրկության երաշխիք է դա, եւ դա աղոթք է, հզորագույն աղոթքն է, 3 անգամ Հիսուսի անունը տալը, եւ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ երբ որ մահվան պահը գալիս է, սիրելիներս, մեր բանական զգացողությունը տրամաբանելու ետ է աճում, եւ ահա, եւ եթե դուք քնելիս ամեն անգամ ասել եք Հիսուս, Հիսուս, Հիսուս ու քնել եք, ձեր գիտակցության մեջ տպվում է Հիսուս բառը, եւ ահա մահվան պահին, երբ որ դուք այլևս ոչինչ չեք գիտակցում, ոչ տեսնում եք, ոչ հասկանում, ձեր հոգին սկսում է այդ արձագանքը տալ Հիսուս, 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 եւ տեսնում եք տարածությունները բացված, եւ ահա տեսնում եք ձեր Տերը փառքի մեջ մոտենում է ձեզ, եւ ահա սիրելիներս, այսօր ես գիտեմ, որ շատերը այս մասին գիտեք, բայց ես փորձեցի ձեզ հիշեցնել, հատկապես շատ ներշնչված Father Daily ուսուցումից, երբ որ ասում է, երբ որ լսում ես Հիսուսի անունը, գլուխդ խոնարիր, հա, կատարենք այս իր ուսուցումը եւ լինենք հարազատ, ապրենք ամեն վայրկյանը մեր Հիսուսի համար, ամեն